Ոստիկանության հատուկ նշանակության վաշտն այսօր դիմակավորված ներխուժել է Հոյդա Գերագույն մարմնի անդամ ազգային ժողովի նախկին падգամավոր Սուրեն Մանուկյանի տուն եւ խուզարկություն սկսել։ Տանը եղել են անչափահաս երեխաներ, այդ թվում նորածին։ Հոյդա ներկայացուցիչները չգիտեին, ինչու է խուզարկվում Սուրեն Մանուկյանի բնակարանը, ինչ գործի շրջանակում։ Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հերթական դեմադրումն է, երբ որ Նիկոլ Փաշինյանը չունենալով այլևս որևէ հնարավորություն ներկայացնելու իրականությունը եւ հեռանալու իշխանությունից փորձ է անում ներգրավել նաեւ իրավապահ համակարգը։ Իմ խորին համոզմամբ սա հերթական գործողությունն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելն է։ Քրեական հետապնդում, ուրիշ ոչինչ, վստահ է Սուրեն Մանուկյանը, վստահ են նրա համախոհները, կուսակցական ընկերները, նաև փաստաբանը։ Փոքրահասակ բալիկներ կան, խնդրեցինք իրավապահ մարմնի աշխատակիցներին, որպեսզի հնարավորություն ձեռնվի, որ փոքրահասակ նորածին բալիկը իր սենյակում քնի, առայժմ սպասում ենք, սա ինչպես արդեն երկու օր առաջ ես հարցազրույցներից մեկում ներկայացրել էի, սա այն վախի մթնոլորտի շարունակությունն է բոլոր քաղաքական գործիչներին, որոնք այսօր պայքարում են եւ դրսում են, իսկ ինչպես արդեն կրկնել եմ, դաշնակցությունը տվյալ դեպքում համարվում է լոկոմոտիվ, այդ նախադեպը ստեղծեցին, այդ քրեական գործը ստեղծեցին, որպեսզի դրա հիման վրա ահաբեկեն բոլոր դաշնակցականներին։ Պարզվեց, ընտրակաշառքի հետքեր են փնտրում Սուրեն Մանուկյանի բնակարանում։ Քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետը սակայն խուսափեց խուզարկության պատճառն ու հիմքը նշել։ Որ հիմք չլինի, չենք խուզարկել։ Կներեք էլի։ Ներողություն եմ խնդրում, թույլ տվեք ձեր հարցերին չպատասխանեմ։ Սուրեն Մանուկյանի տան բակում հավաքվել էին նրա համախոհները, մտերիմները դատապարտելու քաղաքական հետապնդման հերթական գործողությունը եւ աջակցելու Սուրեն Մանուկյանին։ Քաղաքական հետապնդում է, քանի որ ես չեմ համակերպվում նվաստացած դրոշի հետ համակերպվել եւ ապրել, իմ պայքարը շարունակվելու է մինչեւ չհեռացնենք այդ խելագարին։ Նիկոլի հերթական շոուներ, սրանք այս ձևի բաներով մեզ չեն կարող վախեցնել։ Ուղղակի ընտանիքի անդամները, փոքր երեխաներն են մի քիչ վախեցել, շոու էին կազմակերպել, իբր հանցագործ են հայտնաբերել, բայց ցույց տվեց, որ ոչ մի բան չկա։ Սուրեն Մանուկյանի բնակարանում օրինազանցություն, հանցանք հուշող ոչինչ չի հայտնաբերվել։ Նաիրա Փայտյան, Լրաբեր։